Բարև ձեզ փոքրիկներ, եւ ոչ միայն փոքրիկներ։ Դուք ո՞նց եք իմանում, որ օրերը պիտի ցրտեն։ Ես հեքիաթ եմ կարդում ու իմանում եմ։ Երբ լիալուսինը երկնքում շողաց մութ ներքնահարկում վառվող թոնրի պես, տատի, պապի աչքի լույս կովը, հավն ու աքլորը, ձին ու կատուն հավաքվեցին զրույցի։ Լսիր, կովիկ, ասաց աքլորը, այսօր ինչու էիր տատին խանգարում, չէիր թողնում, որ կթի, ֆսֆսում էիր հա ֆսֆսում, փռշտում էիր հա փռշտում, մեղք է չէ տատը, ծեր է չէ տատը։ Աքլորիկ, գույներդ շատ, խելքդ քիչ, բա ես տատին կխանգարեմ, մի կարևոր գաղտնիք էի նրան ասում, երբ ես ֆսֆսում եմ հա ֆսֆսում, փռշտում եմ հա փռշտում, տատը հասկանում է, որ սառնամանիք է սպասվում։ Դու կարծում ես, թե տատին գաղտնիք ես ասել, կչկչաց աքլորը, տատը քո կաթը երեկոյան է կթում, կովիկ մովիկ, իսկ ես դեռ վաղ առավոտյան էի տատին ու պապին զգուշացրել, որ տաք հագնվեն։ Ինչպե՞ս, զարմացան կովը ու ձին, հավն ու կատուն։ Ասեմ ինչպես, տատն ու պապը գիտեն, երբ ես մի ոտքի վրա եմ կանգնում, ուրեմն սառնամանիքը 4 ոտք առաջ գալիս է։ Մի ոտքի վրա ես կանգնում, մռաց կատուն։ Կարծեմ, ձեր ցեղից մեկն էլ ունի այդպիսի սովորություն։ Հա, Արագիլը, բայց նա տատի ու պապի համար չի մի ոտքի վրա կանգնում։ Այդպես կանգնելով Արագիլը ոչ մեկին ոչինչ չի զգուշացնում, իսկ երբ ես եմ մի ոտքի վրա կանգնում, տատի ու պապի համար սառնամանիքային կանխատեսում եմ անում։ Ոնց եմ սիրում իմ այդ բնավորությունը, ոնց եմ սիրում, փքվեց կարմրակատարը։ Իսկ իմը չես սիրում, հարցրեց Հավիկն աքլորին։ Ես էլ եմ տատի ու պապի համար սառնամանիք նախատեսում, չէ, կանխատեսում։ Հենց որ տատն ու պապը մտնում են հավանոց ու տեսնում են, որ ես նստել եմ ամենավերին թառին, հասկանում են, կոտ, որ ցրտերն են մոտ։ Կոտ, ցուրտն ու քամին եկան մոտ, կոտ, ցուրտն ու քամին եկան մոտ։ Զգուշացեք, ձմեռը բեռ է, չտանի ձեր ոտու ծեռը։ Կոտ, ցուրտն ու քամին եկան մոտ, կոտ, ցուրտն ու քամին եկան մոտ։ Վրնջաց ձին, դուք անհոգ եղեք, ես տատին ու պապին ձեր հույսին չեմ թողնում, նրանց հետ ամենից շատ ես եմ կապված, չէ՞։ Դե հենց ես էլ բոլորից շուտ եմ նրանց զգուշացնում, որ սառնամանիք է սպասվում։ Այ օրինակ երեկ էր, թե այսօր։ Այսօր էր, թե վաղը։ Ով, մի խոսքով, տատն ու պապը մտան գոմ ու տեսան, որ ես կանգնած ըստեղը քնել եմ։ Տեղն ու տեղը հասկացան, որ սառնամանիքը ձի հեծած գալիս է։ Տինգ, վազտալով, տինգ, գալիս է սառնամանիքը, տինգ, վազտալով, տեսեք ցուրտը չգա ու չտանի տանիքը, տինգ, Ձիուկ, մռաց կատուն։ Այդ դու ես կապված տատի ու պապի հետ։ Մի լավ նայիր, դու միայն քո սանձին ես կապված։ Ես եմ տատի աչքի լույսը, ես եմ պապի միակ հույսը։ Տատի լույսը, պապի հույսը, զարմացան աքլորն ու Հավիկը, ձիուկն ու կովիկը, իսկ կատուն էլի մռաց ու շարունակեց. Ես փափկասուն, հեզիկնազիկ, հենց դառնում եմ գունդ ու կծիկ, մռում եմ, տատն ու պապը իսկույնևեթ հասկանում են,
խոսք ու զրույցի գլուխը քարը, պետք է շուտ տեսնեն գլխների ջարը։ Ինչքան էլ ցուրտ լինի դրսում, ամենևին ես չեմ մրսում, պապի ոտքի մոտ տաքուկ է, տատի շալը շատ փափուկ է։ Մռում ես մռա փիսո, բայց տատի աչքի լույսը ես եմ, ասաց կովը։ Իսկ պապի միակ հույսը ես եմ, ասաց ձին։ Ես եմ, կչկչաց աքլորը։ Ես եմ, կոտկոտաց հավը։ Ու բակը աղմուկով լցվեց։ Այդ աղմուկի վրա տատն ու պապը դուրս եկան, տեսան օրը ցրտել է։ Վայ, քորանա տատի լույսը, ասաց տատը։ Ախր դուք եք պապի հույսը, ասաց պապը։ Ու տատն ու պապը միասին հավին ու աքլորին շոյելով տաք հավաբույն տարան, կովին ու ձիուն գոմ, կատվին էլ գրկեցին ու տուն գնացին։ Բայց մի րոպե, տան դռան մոտ տատն ու պապը կարծես կանգնեցին։ Այն ինչ են անում։ Հա, երկնքին են նայում։ Լիալուսինը, որ երկնքում շողում էր մութ ներքնահարկում վառվող թոնրի պես, իր շուրջը կարմիր օղակներ գծելով, տատին ու պապին զգուշացնում էր, որ զառնամանիք է սպասվում։ Մատաղ են քո բոլորակին, տուն մտնելով, ասաց տատը լիալուսնին։ Բարի գիշեր ու անուշքում, խաղաղ մնան ձեր տուն ու բույն, տատի շալը ձեզ տաքացնի, օրը կգա ցուրտը կանցնի, բարի գիշեր ու անուշքում, հավին կովին լուսնին անդուն, տատն ու պապն էլ հանգիստիկն են, թևութի կունք բակում լիքն են, բարի գիշեր։ Վերջ, հեքիաթն ավարտվեց, կհանդիպենք հաջորդ շաբաթ։